Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօր մեր հյուրը շատ յուրօրինակ, շատ տաղանդավոր մի հյուր ունեմ այսօր, երաժշտական պրոդյուսեր, շատ տաղանդավոր երաժիշտ, շատ հայտնի ու բարձր մակարդակի ճաշակով գործիքավորող Կարեն Մարգարյանը, որը բոլորը գիտեն որպես Չարեն Ցավանցի Կարեն։ Ողջույն լավ բարեկամ։ Համեցի նստիր։ Ահա, ես վերջապես քեզ կտա։ Շատ հաճելի է։ Հաղորդման դեպի սկզբի օրերից մտածում եի, ասում եի Կարենի ոնց գտնեմ, որ լավ բախտս բերեց։ Ողջույն Կարեն ջան, ոնց ես։ Լավ, Աշոտ ջան։ Երկար տարիներ անց նորից տեսնվեցինք, բայց քիչ ուրիշ ֆորմատով, որտեվ առիթներ եղել է ձեր տուն եմ հաճախել ենք, գնաց եկել եմ։ Հիմա մի քիչ փոքր ինչ ուրիշ ֆորմատով շատ հաճելի է։ Ես այսօր շատ ուրախ եմ, որ դու ինձ հյուրն ես, Կարեն ջան։ Նմանապես։ Դե որ եկել ես մի փոքր պատմի մասը, ես լավ գիտեմ, ամեն ինչը գիտեմ, բայց ես կուզեմ որ հեռուստադիտողներն իմանան, որ ով է իմ հյուրը այսօր։ Ինչ ասեմ, ծնվել եմ մի շատ սիրուն ինձ համար շատ թանկ հարազատ քաղաքում, Չարեն Ցավան քաղաքում։ Ոչ մեկ համար հարազատ։ Այն ժամանակ դե բոլորս գիտենք, ես փուչուր էի, արդյունաբերական, տենց շատ գալիս էի, ելույթներով գալիս էի։ Հա, ես հիշում եմ, ես փուչուր եմ եղել, հետո տենց անդադ լավ տենց ականատես եմ եղել, շատ հետաքրքիր երևույթների։ Ծնվել եմ Չարեն Ցավանում, ասեմ, որ կյանքս անցել է երաժշտության մեջ, մեծ եղբայրս երաժիշտ էր, հիմա չի նվագում, ինքը կարելի ասել իմ ուսուցիչն է։ Առաջի ուսուցիչը դիք։ Իմ մեծ եղբայրը, մենք 3 եղբայր ենք, մեծը, ես փոքրն եմ։ 2-3 տարեկանից ես կարամ ասեմ, որ երաժշտության մեջ եմ եղել ու նվագել եմ, տենց այնուհետև ջութակ եմ գնաց երաժշտականում, ջութակ եմ սովորել։ Պետք է ասեմ, որ այդ ջութակի ու դաշնամուրի այդ պատմությունները գրեթե բոլորի իմ գոլեգաների մոտ եւ ասենք որ նայում եմ եթերները նույն այդ կլասիկ բանն է եղել, որ այն ժամանակ սովետի ժամանակ դաշնամուրը տենց ավելի փողով էին ընդունում, չգիտեմ ինչ որ տենց ինչ որ բան կար, անդադ տենց ջութակի կամ չգիտեմ ինչ որ գործիքներ էին բանանում, մասնագիտություններ եւ ես էլ նույնպես հայտնվեցի այդ ջութակի, բայց ես սիրել եմ դաշնամուրը, բնականաբար։ Անցան տարիներ ինձ ավելի հարազատ էր արդեն կոմպոզիցիան եւ բնականաբար գործիքավորումը եւ այդպես անցան տարիներ եւ աշխատեցինք արդեն իմ բնակավարում ամենահայտնի աստղերի, ճանաչված աստղերի հետ։ Լավ, բարձրակույն կրթությունդ Կարեն ջան։ Ես ավարտել եմ ջութակի բաժին երաժշտական դպրոց, այնուհետև սովորել եմ արդեն Ամերիկայում, ստեղ եմ սովորել Musician Institute, արդեն իմ մասնագիտական բանով, պրոդյուսերական եւ ավելի այդ sound engineer, տենց այդ դրա մեջ եմ ավելի խորացել։ Իսկ երբ եկար Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներ եկա 2003 թվին, այն ժամանակ տենց առիթ տենց չկար, պարզապես համերգներ կային, Շուշան Պետրոսյանի համերգներ եւ առիթ հանդիսացավ, որ գայի Ամերիկա, այսինքն երբեք չեմ տենց մտածել, որ գամ ու տենց այդպես հետո գնալ գալ արդեն համատեղ։ Այս ընթացքում գնալ գալը կա։ Գնալ գալը կա, իհարկե, որովհետև բուրըն գործունեություն եմ ծավալել Հայաստանում եւ մինչեւ հիմա եւ աշխարհի տարբեր ծայրամասերում։ Լավ, եկար հասար ես երկիր։ Սկզբի շրջանում ինչով էիր զբաղվում։ Դե մինչև կարողանում ես քո ուզածին հասնես, մինչև տեղավորվես, այդ գործը գտնես, քո սիրած գործը գտնես աշխատանքը։ Ես շնորհակալ եմ ընդհանրապես շնորհակալ եմ այն ամեն ինչի համար, Աստծուն եմ շնորհակալ, որ իմ կյանքը դասավորվել էր հենց այդպես, որովհետև ի տարբերություն շատ շատերի
ես այդ ժամանակ եկել եմ ու հենց իմ մասնագիտությունով եմ զբաղվել։ Մենք գիտենք որ երաժիշտ ընկերները կան։ Ես տեղ ունեցել եմ հարազատ մարդ, Արման Աղաջանյանն ա եղել։ Շատ այնց իհարկե օգնել Արմանը։ Այդտեղ շատ-շատերին է ձեռք մեկնել, շատ կարքին մարդ է ու շատ կարևոր գործ է։ Մենք ծանոթացանք, իրանք Կասկադ Folk Trio պրոյեկտ ալբոմ ունեին, պրոյեկտ էր տենց շատ սիրուն։ Տենց իրանց երկրորդ ալբոմը ես արեցի եւ տենց մտերմացանք, այնուհետեւ ես որ եկա Միացյալ Նահանգներ, տենց մտերմացանք ու այդ ա եղել որ ինձ շատ է օգնել ամեն հարցում, բայց այդ եմ ասում որ իմ գործով եմ զբաղվել, այդ շատ կարևոր գործի, հա։ Հիմա էլի նույն։ Հիմա ինչ գործեր ես անում, այս բանին ինչի։ Հիմա էլի գործիքավորում եմ, պրոդյուսինգ եմ անում, հիմա ունեմ մի անգամից եկանք այս մեր օրերին։ Ես գիտեմ, որ իմ շատ սիրելի Արմինկային ես շատ Արմինկայի հետ ունենք շատ հետաքրքիր պրոյեկտ ունենք, այո։ Գիտեմ, որ իրար հետ մի բան է, ինչ-որ ընդհանուր իրար հետ պրոյեկտ ենք անում։ Իսկ դա ինչ է լինելու, ինչ պետք է լինի։ Ինքը երաժշտական բենդ է։ Ահա։ Եվ հետաքրքիր երգերով, հին նոր երգերով, մի քիչ ոնց որ իմ մատը խառն ավելի պրոդյուսերական, երաժշտական այդ առումով, բնականաբար գործիքավորում եմ եւ Արմինկան շատ լավ մարդ է ու շատ տաղանդավոր երգչու, ինքը վաղուց պետք է, իրանով պետք էր վաղուց զբաղվել, որովհետև օրեր անցնում են, մեծանում ենք բոլորս ու շատ լավ գործ ես անում, ես գիտեմ, որ այդ գործը անպայման իր հաղթանակն ու հաջողությունը կունենա։ Ես շատ երկար հաջողություն եմ ցանկանում ու այդ ձեր ընտրած բանը պրոյեկտը թող երկար ճանապարհ ունենա բեմում արվեստում։ Շնորհակալ եմ Աշոտ ջան։ Հետո գիտեմ որ շատ հայտնի աստղերի հետ ես համաշխարհային աստղերի հետ ես շփվել, սկսած Շարլ Ազնավուր, այսինքն իրանց համար գործ ես արել Կաբալիե, Էրնա Յուզբաշյան, այո, սկսենք Հայաստանի գործունեությունից, երևի թե ասեմ, որ աշխատել եմ այն ժամանակվա 2000 թվականների, տենց 98-ից հետո, հա, սենց իմ գործունեությունը այդ վաղտ եմ ծավալ է, ավելի պրոֆեսիոնալ, աշխատել եմ ամենատարբեր այսօրվա վառ կարկառուն ներկայացուցիչների հետ, Արման Հովհաննիսյանի առաջի ալբոմներն եմ արել, Նունա Եսայանի առաջին այդ ամենա լավ ալբոմները ու մեծ համերգ առաջի համերգը Նունեն այո Ալեքս թատրում առաջիններ հայերից որ Կոդակում առաջինն որ հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներից որ առաջին անգամ համերգ ա ունեցել Կոդակում այն ժամանակ Կոդակ էր կոչվում դա շատ բարդ բան էր իմիջիայլոց չէ այո Նունա Եսայան Շուշան Պետրոսյան այն ժամանակվա կայուն իրենց տեղը գտած արդեն պրոֆեսիոնալ շոու բիզնեսի ներկայացուցիչներն են եղել ու էլի շատ անուններ կան որ կարծեմ թե եթերը չի հերիքի այնուհետև ստեղի ուրեմն Էրնա Յուզբաշյան, Արման Աղաջանյան, շատ անուններ կան, Հովհաննես Շահբազյան, Արա Մարտիրոսյան, Արա Մարտիրոսյանի համար որ գործ ես արել իր համար արել եմ մեկ ալբոմ, լրիվ ալբոմ, հա։ Իր այն ամենա ճանաչված հետաքրքիր երգերն էին։ Այդ խոսում ենք 2004-5 թվերներ։ Կարեն ջան, մի պահ ես ուզում եմ ընդմիջեմ, դու կներեսես, մի քանի րոպեից մենք նորից կմիանանք ու նորից կզրուցենք։ Հիմա գովաստ մեր եթերում, նորից կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, Գովաստ է արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը իմ շատ տաղանդավոր ընկերոջ հետ, իմ կրտսեր ընկերոջ հետ, որի հետ ես էլ պատմություն եմ ունեցել, ինձ համար էլ է երկեր գործիքավորել, որոշ մասն կիսատ մնաց, երևի Աստված կտա կշարունակենք դա մի օր։ Մի խոսքով Գովաստ է արդյունի եթերում, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ իմ զրույցը Կարեն Մարգարյանի հետ, Չարեն Ցավանցի Կարենի հետ։ Կարեն ջան, ես կուզեի, որ Ազնավուրի ու Կաբալիայի մասին մի քիչ ավելի
խոսեիր։ Շատ լավ, ուրեմն 2015 թվին ցեղասպանության 100 տարելիցի հետ կապված ես տենց մտածեցինք, որ երգ պետք է գրվի, ուրեմն հենց 15 թվին մենք պրեմիերա արեցինք, գրեցի երգ, պրոդյուսինգն եմ արել, ամբողջությամբ երգիլ, ու ի սկզբանե տենց էր նախատեսված, որ ինքը ավելի համաշխարհային մեծ լայն ծավալ ունենա, լայն ունկնդիրի համար, որովհետև ասելիքը իհարկե շատ մեծ էր, այնուհետև սկսեցինք գործը վերջացնելուց հետո դե պետքա նկարահանվեր, սկսեցինք ուրեմն տեսահոլովակի մեջ գործը արվել էր Ազնավուրի մասին, թե պատվեր եկել չէ, ինքը ընդհանուր մասնակցել է նաև Շարլ Ազնավուրը, Մոնսերատ Կաբալեն եւ էլի շատ դեմքեր Ռուսաստանից, Հայաստանից, ամբողջ աշխարհից, Պատրիկ Ֆիորի, մեր հայ երգիչները ամենատարբեր, մի խոսքով տեսահոլովակի մեջ այդ ամենը երևում է, եւ մենք պատրաստեցինք այդ տեսահոլովակը, ասեմ, որ բոլորը սենց շատ մեծ սիրով մասնակցեցին, որովհետեւ Աշոտ ջան, դա շատ տենց հիմա կարող է սենց արագ ասում եմ, բայց 1 տարի մենք 14 թվին ենք փաստացի սկսել այդ գործը անել, որ 15-ին ներկայացնենք եւ եղավ պրեմիերա։ Ու մենք ուրեմն հատ առ հատ այդ երգիչներին գնացել ենք, տեսել ենք, նկարել ենք, ձայնագրել ենք ամենատարբեր վայրերում։ Շարլ Ազնավուրին Ֆրանսիա եւ այնտեղ էլի Ալեն Թերզյան, մեծ ուրեմն անուններ, Մոնսերատ Կաբալե եւ էլի շատ ուրեմն դեմքեր, մեր հայ ուրեմն դերասանները Արմեն Ջիգարխանյան եւ մեծ գործ արվել։ Ու մենք անձնապես իմ թիմով գնացել ենք, նկարահանել ենք եւ ձայնագրել ենք, դա մեծ աշխատանք է։ Իհարկե մեծ աշխատանք։ Այնուհետեւ ասեմ, որ հենց 15 թվին ստեղ Միացյալ Նահանգներում եղավ Armenian Music Award-ը, որը իմ այդ պրոյեկտը ուրեմն լավագույն genocide project արժանացավ, որպես այդպիսին։ Մեծ ես իհարկե հպարտենք մենք բոլորս թիմով, որ այդ գործը իրականացրեցինք։ Ես հետո գիտեմ, որ նաև շատ տաղանդավոր ընտանիք ունես։ Սա այդ փոքր 2 երեխաներից աղջիկ տղայից եւ կինդ էլի երաժշտական կրթություն ունի։ Այո, կինս հիմա դասավանդում է, վոկալ եւ դաշնամուր։ Այո, դասավանդում է եւ ստեղ Գլենդել դպրոցում եւ ուրեմն անհատական դասեր։ Երեխաներս, այո, ես ամեն վարքյան փորձում եմ տանը մնամ, լինեմ տանը, նրանց հետ լինեմ եւ ամենտեղ լինեմ, ես ստուդիա տանն ուրեմն տարածքում է եւ ամեն ինչ ես փորձում եմ անեմ, որ այդ երեխեքի հետ լինեմ, երաշտական անցուդարձի մեջ են, շատ լավ, շփվում են արվեստագետների հետ։ Այդ շատ մեծ գործ ես անում, հատկապես Սփյուռքում դա շատ կարևոր է հայապահպանման եւ ազգանվեր գործ ես անում, երեխաներին դաստիարակել, երգ սովորացնել, երաժշտություն ու իրանց ծանոթացնել հայկական մշակույթի, հայաստանյան մշակույթի արվեստի հետ, որը շատ բարձր մակարդակի է ու շատ արժանի է, որ բոլորն իմանան։ Չգնա կորի, մեզ պետք է անցնի այդ երեխաներին, նրանցից էլ պետք է անցնի իրանց երեխաներին։ Շատ լավ է։ Լավ, Կարեն ջան, իսկ երեխաները ինչ երգում են թե երգում են տղաս 2 տարեկան է, աղջիկս 4 տարեկան, երգում են, դե երգում են։ Աղջիկը երգում է, տղան գործիքավորում է։ Հա, շատ են երգում, մյուզիկի մեջ են, հա, ես որ գործ եմ անում, տղաս աղջիկս էլ ինչու՞ չէ, գալիս են դադարում ամեն ինչ, արդեն սկսում են իրանք մի խոսքով, տենց Կարեն ջան, քանի որ խոսվեց այդ քո գործի մասին, որը շատ մեծ արձագանք ունեցավ աշխարհում, մենք կարող ենք այդ տեսահոլովակը նայել։ Սիրով, որովհետև այդքան եթերը չի հերիքի, որպես ես պատմեմ եւ բացատրեմ, ասենք մեր հանրությանը, մեր հայրենակիցներին, թե ինչպիսի գործ արված, այնտեղ արդեն պարզ է, որ գնացինք, լսում ենք ստեղծագործությունը։
tell you of a time. Some refuse to recognize though a million lives had died. So many walk the desert sands, forced to leave the promised land. All because the hands of hate. 100 years we've been betrayed. I used to hear my mother cry. Never had to ask her why. Everything will overflow. Once again, a child alone, left to mourn her family. Now that she will always grieve. Do you know you have a right? May the never bear her cries. Though her life had been so blessed, all she felt was emptiness. Some refuse to recognize Now a million lives had died. all because the hands of hate. 100 years we've been betrayed. Generations paralyzed. Want the world to realize. Waiting for the day to heal. Still the pain they feel. This is full of many tragedies. We are encouraged to repeat history. Once again, a new atrocity. We fight for them again. Some refuse to recognize. There are millions that have died. Heaven holds a hand of fate, but tomorrow comes too late. Generations fall and rise. Want the world to realize. We are strength in unity. We will rise to Շատ լավ էր, հրաշալի էր, արտակարգ երգեր ու իսկապես զգացում եմ, որ շատ մեծ գործ արվել է, նրանց չեք հրավիրել նկարելուց այնակերպ, դուք եք գնացել, դուք եք արել, շատ շնորհակալություն Կարեն ջան, իսկապես շատ մեծ գործ եք արել, հրաշալի էր, հիմա անցնենք գովազդի, որից հետո մենք էլի կխոսենք։ Սիրելի բարեկամներ, այժմ գովազդը արդեն է եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը իմ լավ ընկերոջ հետ, իմ երիտասարդ ընկերոջ հետ, Կարեն Մարգարյանի հետ։ Գովազդը արդեն է եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց գովազդը, շարունակում եմ զրույցս Կարեն
Մարգարյանի հետ։ Կարեն ջան, դու ամբողջ կյանքում մշակույթի արվեստի մեջ ես եղել ու ամենամեծերից ու ամենամիջև փոքրերը շփվել ես նրանց հետ ու արել բոլորի համար քո հետ հիասքանչ գործերը։ Այսօրվա մեր երգիչ երգչուհիների մասին ինչ կասես։ Ինչպես բոլոր ժամանակներում կարծեմ թե տենդենսը նույնն է եւ կան շատ լավ հետաքրքիր երգիչներ, երաժիշտներ եւ կան բնականաբար այնպիսիները, որոնք որ գիտեք ժամանակը ցույց կտա եւ ժամանակը ամեն ինչ կբերի կցիրատեղը։ Այն մարդիկ, այն երաժիշտները, ովքեր կարծես թե այդքան էլ ասելիք չունեն, ոնց որ ասած կոպիտ թո չընչի, կմաղվի, կգնա։ Բայց կան իհարկե ունենք շատ լավ երիտասարդներ, որ մենք բոլորս անգամ կարանք սովորում ենք ամեն մի վարքյան, ամեն մի պահից։ Իհարկե մենք էլ փոխանցում ենք ինչ-որ կարում ենք, որովհետև ես այդքանը կարամ ասեմ։ Իսկ քո այդ ստեղծագործություններից ովքեր են երգել օրինակ քո երգերից։ Ես ունեմ շատ չունեմ երգեր գործեր գրած, ունեմ ալբոմ 1000 գույներ, որը թողարկվեց 2004 թվին Միացյալ Նահանգներում, պարախմբերը կարծես թե բոլորը պարել են, ինչ բոլոր տարբեր ձևի ներկայացումների մեջ, հնչել է այդ գործերը, բոլորը գիտեն, այն մարդիկ, ովքեր որ իհարկե այդ բնագավառի մեջ են մեր ընկերները, իսկ երգերից Էռնա Յուզբաշյան, Էլվինա Մակարյան, Արման Աղաջանյան, շատ երգիչներ կան, որ երգել են Եվ գոհ քեզից։ Գոհ են, երևի գոհ են, որովհետև ժամանակը ցույց տվեց, որ չեմ ուզում ինքնագովազդով զբաղվել, բայց ժամանակը ցույց տվեց, որ այն մարդիկ, նրանք նաև իմ ընկերներն են, ես պետքա դա շեշտեմ, որ ովքեր որ որոշ մարդիկ սկսել են առաջի քայլերը, նկատի ունեմ առաջի ալբոմ կամ առաջի ինչ-որ գործունեություն, բայց նրանք արդեն կայացած երգիչներ են եղել, բնականաբար ժամանակը ցույց տվեց, որ նրանք կայացել են եւ իրենց ուրույն տեղը ունեն այս հարթակի վրա, այդ հաստատ եմ ասում։ Եղավ Կարեն ջան, դե մենք պայմանավորվել ենք, դու իրական պատմություններ պիտի պատմես մի երկու հատ։ Իրական պատմություններ, ուրեմն Փարիզում չէ, Նանսի քաղաքում, Ֆրանսիա, ես մեկնել էի 2000, չգիտեմ, 2 երևի թիվներ, ընկեր ունեմ այնտեղ, տենց ու նեղ փողոցներ են այնտեղ, գիտեք, քայլում ենք նեղ փողոցով, տենց սիրուն հիանալով, մի խոսքով տենց շոյվելով, տենց գնում ենք, 4 ընկեր ենք, ու մեկ էլ էս պարքինգի մոտ տեսա տենց փողոցին հենց մոտ մի հատ փուճուր մեքենա, մի հատ աղջիկ կա, ինչ որ հետ առաջ է անում։ Ես էլ մենք Հայաստանից մի ընկերս տեղա, երկու ընկերս, այս երկուսս Հայաստանից ենք եկել։ Ես տեսա այս մեքենան առաջ հետ հայավար էլ են, որ ասի եկեք մի հատ օգնենք այս աղջկան, ինչ արեցինք, ամեն մեկս 2 հոգով ուրեմն բաժանվեցինք հետևի մասից մեքենան վերցրինք այդ կաչ հետևից վերցրինք դրեցինք փողոցի կողմ ես մտածեցի թե սա ուզում է դուրս գա այս մեքենան ու սենց հպարտ սենց կանգնացենք որ սա մեքենայի մեջից դուրս պետք է գա սենց այն Մուրադի բանով կինոյի մեջից չէ պետքա դուրս գա ու սենց շնորհակալություն մերսի բոկու բան սենց բաները ասի մեկ էլ Այս ընկերս ամենակ հասկանում ֆրանսերեն, այս լրջացավ, ասում եմ, սա ինչ է ասում։ Սպասում ես, որ պետք է ասենց շոյվի բան։ Օր ասում եմ, քելեք փախանք տղեկ, հեսա փոլիսա զանգում, ասում եմ, հազիվ էի կանգնես, ինչ արինք։ Տենց պատմություն, ունես էլի կարճ պատմություն լսենք։ Տենց կարճ պատմություններ եղել է, որ բերել են մոտս զայնագրվելու, ուրեմն էլի տենց երկու ընկեր են եղել, ոնց որ ավելի շուտ մեկը մենեջերն է եղել եւ պետքա երկչին երկացնեինք, այնքան չէր ստացվում իր մոտ, այնքան վատ էր երկում, որ ես իա մենեջերին զայնագրեցինք, այս սրանք հայեր չեն եղել, այլ ազգի
այլազգեն։ Իր փոխարեն մենեջերը եկել։ Ու ինքը բավականին հաջողության հասավ։ Այդ մենեջերը, այդ երկիչը չգնաց ոչ միտեղ, այտենց հավեշտալի տենց։ Իսկ անեկդոտ ինչ կպատմես Կարեն։ Գիգանդի առաջ նստած ինչ անեկդոտ կարամ ես պատմեմ։ Անեկդոտ, ուրեմն մեկը գնում է պարաշուտ առնելու, հավանաբար գիտես այս անեկդոտը, Աշոտ ջան, պարաշուտի խանութ է գնում, պարաշուտ առնի, մի խոսքով գնում է, ասում է, որ չբացվեց, ինչ անեմ, էլի, ասում է, աղբեր ջան, կբերես կփոխենք։ Տենց էլի մի հատ կարճ անեկդոտ կա, որ մեկը գնում է բժիշկի, ասում է, բժիշկ ջան, գրիպ եմ, ինչ անեմ, ասում է, ինչ պիտի անես, թող փախից տեղից չվարակես մեզ։ Շատ լավ է Կարեն ջան, դե քո հումորը միշտ էլ տեղն է եղել։ Ինչ ասեմ։ Եղել են էլի որ մրցույթներում շահել են քո գործերը, որևէ մրցույթներ, մրցանակաբաշխությունների մասնակցել են։ Շատ են եղել, ամենատարբեր տեղերում, ամենատարբեր տեղերում, Աշոտ ջան, այնքան շատ են, որ ես երբեմն տենց կարող է չհիշես, կարող է ինչ-որ բան, բայց ես Հայաստանում ունեցել եմ նաև արվեստի դպրոց, վերջի տարիներին, ցավոք սրտի վերջացրեցինք այդ գործունեությունը, քանի որ տեղափոխվեցի արդեն ավելի գործունեությունը ստեղ եմ ծավալում։ Ամենատարբեր մրցանակների արժանացել են այդ երեխաները։ Երեխեքի հետ ենք հիմնականում աշխատել նաև։ Շատ կարևոր գործ է երեխեքի հետ աշխատելը, շատ կարևոր գործ է։ Կարեն ջան, ես գիտեմ, որ sense համարյա քեզ խեղդում էի, որ կարագարակ պատեմ, որտեղ մեր ժամանակը իսկապես սահմանափակ է, ու իրանք չունենք այս կոմեկը անել։ Ես գիտեմ, որ մեր էլ դու շատ ասելու բան ունես եւ ես էլ շատ հարցեր ունեի տալու, բայց դե մեր ժամանակը սպառվեց, մնում է ես քեզանից խորին շնորհակալություն հայտնեմ, որ եկար ժամանակը տար ու ամենակարևոր մեր կապը արդեն եղավ, որ մենք արդեն այսքան ժամանակ իրար չենք տեսնում, չգիտեինք, տեղեկություն չունենք, ես դրա համար շատ ուրախ եմ։ Շնորհակալություն, հաջողություններ քեզ մեծ Արմիկայի հետ էլ որ այդ նախագիծը սկսել եք, Աստված թող օրհնի լավ, ամեն ինչ լավ ստացվի։ Մերսի, մերսի, Աշոտ ջան։ Միշտ հանդիպում։ Կանցը։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս լեկ հաղորդում, իմ հյուրն էր շատ տաղանդավոր, երաժիշտ, շատ տաղանդավոր մարդ, իմ շատ սիրելի ընկեր Կարեն Մարգարյանն։ Իսկ այժմ անցնեմ հաղորդման եզրափակիչ խոսքերին։ Ամենաթանկ բանը աշխարհում լավ իմացեք, դա ժամանակն է։ Եվ այն նվիրեք ձեզ համար թանկ մարդկանց, որ երջանիկ ապրեք։ Այսքանը սիրելի բարեկամներ, միշտ օր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Պապ, դու դպրոցում սիրահարվել ես ուսուցչուհուդ։ Ուսուցչուհու։ Կարեն ջան։ Սիրահարվել եմ, բա ինչ եմ արել։ Բա հետո։ Հետո Կարեն ջան մամատ իմացավ, քեզ տեղափոխեց ուրիշ դպրոց։